Թանկագին գործընկերներ, հարգարժան քույրեր, ողջունում եմ ձեզ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ Ես ուրախ եմ տեսնել այսօր Հայաստանի Հանրապետությունում դեռ մնացած իրավիճակի վրա ազդելու ցանկություն ունեցող, այլ ոչ թե դրա հետ համակերպվող նման թվով մարդկանց ներկայությունն այստեղ, որոնք եկել են քննարկելու երկրի առաջ կանգնած խնդիրը, նոր քաղաքական ուժի ձևավորումը, որոնելու լուծումներ, ներկայացնելու առաջարկներ։ Մենք իհարկե բազմաթիվ հարցեր ունենք այսօր օդում արկախված եւ բնական է փորձելու ենք տալ դրանց պատասխանը։ Հարցերից մեկը, որքանով է նպատակահարմար, թվում է թե բազմաթիվ գոյություն ունեցող քաղաքական կուսակցությունների պայմաններում, գոյության պայմաններում ստեղծել ևս մեկ նոր քաղաքական ուժ։ Փորձեմ մեկնաբանել։ Իրականում գրանցված եւ թղթի վրա գոյություն ունեցող մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություն հանդիսացող իրավաբանական անձանց շրջանակներից բոլորս գիտենք, որ խորհրդարանում գործում են ընդամենը մի քանիսը, ևս մի քանիսը իրականում գործունեություն են ծավալում արտախորհրդարանական դաշտում։ Այստեղ հարց է առաջանում. արդյոք բավարարված է մեր հանրության խիստ քաղաքականացված, լավ է թե վատ, բայց այդպես է, հանրությունը այն առաջարկող, որը ներկայացվում է քաղաքական միտք գեներացնողների և մատուցողների կողմից։ Առավել ևս, եթե խոսում ենք սեփական համոզմունքների մեջ տեղավորվող ուրույն և յուրահատուկ քաղաքական գաղափարախոսության մասին, տնտեսական կարգերի ու պետական կառավարման հանդեպ սեփական յուրովի մոտեցումների վերաբերյալ։ Սա մի կողմից։ Մյուս կողմից խորհրդարանական հատվածում այսօր գործող կուսակցությունների մեծամասնությունը ի հեճուկս խորհրդարանում ներկայացված պատգամավորների թվով քաղաքական մեծամասնության ներկայացնում են բացարձակապես ընդդիմադիր կուսակցություններ։ Ընդգծում են, բացի հանրապետականից, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են ընդդիմությունը։ Որքանով է ծածկվում ընդդիմադիր քաղաքական առաջարկող քաղաքական դաշտը, սրա պատասխանը ևս ժամանակի խնդիր է, ինչպես նաև ձևավորված կարծիք ունեցող մարդկանց համար արդեն տրված է։ Եվ վերջապես, անցած տարվա վերջին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց մի յուրահատուկ իրավիճակ, երբ թերևս առաջին անգամ ոչ քաղաքական, այլ սոցիալական, տնտեսական, իրավական մի լուրջ օրակարգ ձևավորվեց քաղաքական ուժերի կողմից ու ներկայացվեց հանրությանը, ոչ իշխանական քաղաքական ուժերի միավորման կողմից։ Այդ օրակարգը բաղկացած էր բացարձակապես յուրաքանչյուրից Հայաստանի Հանրապետությունում ապրող և Հայաստանի Հանրապետությունը լքած յուրաքանչյուր քաղաքացու հուզող վերաբերող խնդրից։ Ընդգծում եմ, այդ օրակարգը նախ եւ առաջ սոցիալական էր, տնտեսական էր, իրավական էր, երկրորդ հերթին նորայն դարձավ քաղաքական և բացի քաղաքական պայքարից որևէ այլ մետոդ երկրում փոփոխություն իրականացնելու չմնաց։ Ինչ տեղի ունեցավ փետրվարին հայտնի է բոլորին։ Շատ ցավոք սրտի ընդդիմադիր ոչ իշխանական քաղաքական ուժերի միավորումը տապալվեց։ Այնուհետև ապա ակտիվացավ։ Հիմա հարց, հաշվի առնելով այս երեք հանգամանքները, արդյոք չկա անհրաժեշտություն համալրելու և ուժեղացնելու
շարունակել ոչ իշխանական, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների միասնաբար սկսած գործը։ Կա անհրաժեշտություն շարունակելու այդ գործը, թե վերջ, փետրվարից հետո Հայաստանում ամեն ինչ լուծված է, այլևս չկա 40%-անոց աղքատություն, չկա սարսափելի գործազրկություն, տնտեսական անկման տեմպերի ինտենսիվությունը դադարել է, այլևս խնդիր չունենք հուսալքության հետ Հայաստանի Հանրապետությունը լքող զանգվածայնորեն լքող քաղաքացիների հետ։ Իհարկե կա։ Եվ այս հանգամանքները, պարզ ըմբռնելի հանգամանքները դրդեցին մեզ որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքական իրականության մեջ ձևավորելու Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը։ Առանց առանձնապես խորանալու առկա սոցիալական, տնտեսական և իրավական վիճակի մեջ, որովհետև այն հայտնի է բոլորին, հայտնի է միգուցե շատ ավելի լավ, քան քաղաքական էլիտան ներկայացնող առանձին տարրերին, առանձին անդատներին, որովհետև հենց դուք եք ձեզ վրա ձեր կենսակերպով զգում բոլոր արտահայտումները կայացված, չկայացված, թերի կայացված որոշումների։ Ես պարզապես մի քանի բան եմ նշելու։ Բոլոր բացատրությունները մեզ, ձեզ, ժողովրդին, այսօր առկա պրոբլեմների առթիվ տրվում են հետևյալ կերպ։ Չկան միջոցներ, կան համաշխարհային տենդենսներ, բացասական երևույթներ, չկա փող, չկա շրջանառություն, չկան հարկեր, աշխարհաքաղաքական դիրքն է դրա վրա ազդում, համաշխարհային տնտեսության անկումն է դրա վրա ազդում։ Ես ոլորտ առ ոլորտ եմ հիմա ուզում անցնել։ Այս պարագայում տրամաբանության մեջ երբեք չի տեղավորվել։ Ինչու է մարդիկ ձգտում պետական կառավարման համակարգում տեղ զբաղեցնելուն, եթե դա պրոբլեմատիկ հարթակ է, եթե երկրում չկան հնարավորություններ արդյունավետ կառավարելու, եւ եթե դա չի բերելու բարեկեցություն ոչ իրենց, ոչ իրենց ընտանիքներին, ոչ իրենց շրջապատներին, ոչ հանրությանն ընդհանուր առմամբ։ Եթե մենք խոսում ենք տնտեսության մեջ առկա պրոբլեմներից, անմիջապես աչքներիս առաջ շատ կոնկրետ անձանցով պայմանավորված, շատ կոնկրետ ծառայությունների, առևտրի, արտադրության, ներկրման հետ կապված պատկերներ ենք տեսնում և շատ կոնկրետ զգացողություն ենք ապրում մեր դժվարին կենսակերպի մասով։ Եթե երկրում առկա են մենաշնորհներ, որոնց մասին գիտեն բոլորը, և եթե երկրում առկա է ստվեր, որի մասին գիտեն բոլորը, եթե երկրում առկա է չարաշահումը, որի մասին գիտեն բոլորը, ուրեմն երկրում կա նաև նյութական բարիք, երկրում կա միջոց, չկա այն արդար վաշխելու ցանկություն կամ հնարավորություն, չկա արդյունավետ կառավարում, սրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ, իմ գիտակցության մեջ չի տեղավորվում, միթե դժվար է աշխատանք չունեցող մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, ասենք օրինակ ընտանեկան բիզնեսով զբաղվողներին հարկերից բացարձակապես ազատելու միջոցով, որովհետև հակառակ պարագայում ոչ աշխատում են մարդիկ, ոչ բյուջե գումարներ են գալիս, ոչ էլ բացատրությունն է պետական կառավարիչների դառնում ողջամիտ, լինում ողջամիտ, իրենց հարկային վարչարարությամբ մարդկանց ստեղծելու առումով։ Ես ուզում եմ հարցնել, միթե դժվար է ընկալել մի պարզ տրամաբանություն, որ ավելի լավ է հարկային արտոնություններ տրամադրել
փոքր ներդրողներին, բայց մեծ թվով ներդրողներին, քան խոշոր ներդրողներին, բայց շատ սահմանափակ, մեղմասած սահմանափակ թվով։ Ես ուզում եմ հասկանալ կրթական համակարգում, եթե կան խնդիրներ, եթե բավարար չեն միջոցները, եթե ուսուցիչն այսօր ստանում է ճիշտ այնքան աշխատավարձ, որքանով կարողանում է ապահովել ուսումնական հաստատություն տնից հասնելու հետ վերադառնալը։ Ինչի են բոլորը ձգտում դառնալ դպրոցի տնօրեն կամ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտոր։ Ես ուզում եմ հասկանալ, եթե առողջապահության համակարգում չկան միջոցներ և պետական դիսպանսերների ու հիվանդանոցների պատոհանները պատված են պոլիէթիլենային թաղանթով, ինչու են բոլորը ձգտում դառնալ գլխավոր բժիշկ կամ ԲԿ-ի տնօրեն։ Ես ուզում եմ հասկանալ, եթե չկա շուկա, չկա շրջանառություն, Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմաններում, միասնական մաքսային դրույթերի իջեցման պայմաններում մի շարք ապրանքատեսակների համար, ինվոյսային գնի չփոփոխման պարագայում ինչու են բարձրանում այդ իսկ ապրանքների գները, եթե չկա մենաշնորհային կամ գերիշխող բացարձակ դիրք համապատասխան ոլորտներում։ Իհարկե, իմ թիմակից մասնագետները կանդրադառնան ոլորտներին ավելի խորացված, ավելի մանրամասն վերլուծություն ու առաջարկ ներկայացնելով, բայց ես թվարկում եմ պարզապես այն երևույթները, որոնք ցույց են տալիս, որ երկրում հնարավորություններ կան, դեռևս մնացած 2.5 կամ ասենք պաշտոնական տվյալներով 3 միլիոն մարդու համար լիարժեք կենսակերպ ապահովելու հնարավորությունների միջոցներ կան։ Իհարկե, նորություններ չեմ ասել, իհարկե բոլորդ ձեզ վրա դա շատ լավ զգում եք։ Իհարկե գիտեք, ասելու կետանոց պահանջագիրը ներկայացված ոչիշխանական ուժերի կողմից ներառում էր մի շարք հանգամանքներ, հիմնականում այդ պայքարը, այդ պահանջը, այդ պրոտեստը ուղղված էր պարզապես տնտեսական կառավարման ձևի կամ ավելի ճիշտ իրավիճակի չարաշահման դեմ, որովհետև ինչ է մեզանում տեղի ունենում։ Լիբերտարիզմի հասնող, այսինքն լիբերալ անարխիայի հասնող մի իրավիճակ, օրենքի և իրավունքի անհամադրելիության, որոշ դեպքերում կամ մեծամասամբ նաև բացակայության պայմաններում, պետական կառավարման համակարգը որոշումների կայացման դաշտում ազդեցություն ունեցող մարդիկ պարզապես անցկացնում են իրենց առօրյան մտածելով, թե ինչ գործունեություն են իրականացնում իբրև ազատական համակարգում մարդիկ, ինչ ձեռնարկատիրություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները, ինչ մի առողջ ոլորտ կա, որտեղ փող է շրջանառվում, որի վրա կարելի է թաթ դնել, հարկային վարչահարության տեսքով և փորձել ապահովել բյուջե։ Ընդ որում փորձել ապահովել բյուջե ոչ թե մարդկանց իսկ կարիքները հոգալու համար, այլ մի քանի տասնյակ հազար դոլարանոց ծառայողական մեքենաներ ապահովելու համար, ներկայացուցչական ծախսեր ապահովելու համար, գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ անցկացնելու համար, հոդվածները հիմա ձեզ ցիտում արդեն, ասենք օդային և ջրային ավազանների մոնիտորինգ իրականացնելու համար, վարչական ապարատի պահպանման ծախսեր հոդվածում ենթակետով այլ ծախսեր ապահովելու համար և արդյունքում մենք ունենում ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որովհետև նայում են որտեղ փող կա աշխատավարձներում, փող կա առանց այն էլ մեծ դժվարությամբ ստեղծված մի շարք ոլորտներում, որտեղ մարդիկ աշխատում են, հատուցվում են, դե բա ոնց կարելի է հայ չմտնել դրան։ Լավից վատից հայաստանցիները ավտոմեքենաներով են երթևեկում։ Չի կարելի հանգիստ թողել մարդկանց։ Անհրաժեշտ է գծագրել ամբողջ քաղաքը կարմիր գծերով,
և ապահովել մասնավոր ձեռնարկությանը 70%-անոց գերշահույթ հանրային սեփականություն օգտագործելու պարագայում։ Ես ուզում եմ հարց տալ, եթե չկա փող, եթե Երևանի քաղաքապետարանը ահռելի ուռճացված վարչական ապարատով հանդերձ ու քաղաքային բյուջեով հանդերձ ունակ չէր այդ տարական գործառույթն իրականացնել, ես չեմ ասում, որ դա վատ երևույթ է, ես ասում եմ ինչու Երևանի քաղաքապետարանը որպես պետական կառավարում իրականացնող մունիցիպալ մարմին ինչու չիրականացրեց այդ գործառույթը ինքնուրույն և այդ 70%-ը չգնաց բյուջե, որտեղից այդ միջոցները կգնային և սոցիալական փաթեթի վրա, և միգուցե աշխատատեղեր ստեղծելու վրա։ Ես ուզում եմ հասկանալ, եթե $500,000-ից ավելի, վերջին դեպքերի մասին է խոսքը, տրվում է համակարգչային մի ծրագրի համար, էլեկտրոնային գործառույթներ կարգավորելու արդիականացնելու նպատակով, որի համարժեք ծրագրերը համացանցում առկա են ընդամենը անհրաժեշտ էր ներբեռնել։ Մի խնդրում եմ ասացեք, ինչ ձեռնարկություն կարելի է հիմնել այդ գումարով և քանի մարդ է տեղ կաշխատել։ Ես ուզում եմ հասկանալ, եթե նույն առողջապահական հիմնարկներում օրական հազարավոր մարդիկ, տարվա կտրվածքով 100,000-ավոր մարդիկ հաշվի առնելով մեր հանրության հասարակության առողջական վիճակը, սպասարկվում են, բերում են գումարներ։ Ես ուզում եմ մենք երկխոսենք, խնդրում եմ ասացեք, կան մարդիկ, որոնք պատկերացնում են անվճար բուժօգնություն այսօր։ Որևէ մեկը ապավինում է անվճար բուժօգնությանը։ Դուք գիտեք չէ, որ դրա համար պետք է վճարեք։ Դուք վճարում եք չէ դրա համար, շրջանառվում են չէ այդ միջոցները, ուր են դրանք գնում։ Ակնառու է անարդյունավետ կառավարումը։ Անարդյունավետ կառավարողներն իրենց տեղը պիտի վաղ թե ուշ զիջեն առավել արդյունավետ կառավարում իրականացնելու ունակ ուժերին և անհատներին։ Համակարգային փոփոխությունների հրամայականը դեռևս ոչ ոք չի չեզոքացրել։ Ստի ու կեղծիքի պայմաններում շարունակելը բերում է մի պարզ բանի։ Եվ բնական է ես սա ասում եմ այն իշխանությունների հասցեին, որոնք այսօր իրականացնում են կառավարման կուրսը։ Այն սարսափելի երևույթին, որը հետևյալն է։ Ոչ թե այլևս նրանց ոչ ոք չի հավատում, դա արդեն շատ բաղացմանից է։ Արդեն իրենք չեն կարող ոչ ոքի հավատալ։ Իսկ նման իրավիճակը բերում է պարզապես սեփական գոյությունը արհեստականորեն ապացուցելու և հիմնավորելու ցանկության և փորձերի իրագործմանը, ուրիշ ոչինչի։ Լավ հարցնելու եք բա ոնց, բա ինչպես։ Ես հակադարձելու եմ, իսկ միթե պատասխաններից գոնե մեկը պարզ չէ։ Եթե մենք այսօր թույլ ենք տալիս, որպեսզի հանրային կարևորություն ունեցող որոշումներում, մեր կենսակերպի ձևավորման համար էական որոշումներում, լրջագույն դերակատարում են ունենում մարդիկ, որոնք մուրացկանին կարող են ասել, «Էս չես սաղկել հələ»։ Դուք ինչ է, մենք ինչ է, հույս ունենք, որ կարող է բան փոխվի երկրում։ Մենք ինչ է, հույս ունենք, որ սիրտ ու հոգի չունեցող, խղճին վաղուց հրաժեշտ տված մարդիկ պիտի կայացնեն հանրային շահից բխող որոշումներ։ Ես կարծում եմ առաջնային խնդիրը քաղաքական դաշտում, կուսակցություններում առանձին վերցված և որոշումների կայացման դաշտում հատկապես անհրաժեշտ է իրականացնել ոչ այնքան քաղաքական սերնդափոխություն, որքան մտքի, գիտակցության, կամքի, կամային հատկանիշների, հմտությունների, պարկեշտության, ազնվության ու բարիության սերնդափոխություն։ Որովհետև միմիայն դիմացինի տեղը սեփական անձը դնելու ունակություն ունեցող մարդը կարող է հասկանալ, որ ամեն օր առավոտյան աղբանոցներին մոտենում են ոչ թե մուրացկաններ,
այլ պարկեշտ, կրթություն ստացած, կարգին մարդիկ, որոնք թաքցնելով դեմքերը փորձում են ինչ-որ պիտանի բան գտնել աղբանություն։ Որովհետև ռեստորանում կուշտ կերած երեկոյան դուրս գալիս փողոցում մի կերպ իրարեկող մարդուն նկատելու եւ նրան կարեկցելու համար սիրտ ու հոգի ունեցող մարդիկ են պետք։ Պետք են ղեկավարներ, որոնք չեն հայտարարում, թե մենք գիտենք 80%-ը սրան դեմ են, բայց անելու ենք, որովհետև դա ձեր իսկ համար է, դուք չեք գիտակցում, որ դա ձեզ համար է, բայց դա անհրաժեշտ է։ Վերջին աշխով, ես հասկանում եմ, որ կլինեն մարդիկ, որոնք միգուցե չեն իմանա անգիր Սենեկայի կամ Շոպենհաուերի ցիտատները, բայց գոնե որ կար մեծ Շիրվանզադե ու քաոսը նրա ստեղծագործությունն է, դա անհրաժեշտ է։ Ալյանսի ձևավորման նախապայմաններից է կիրթ, պատրաստված, պարկեշտ, ազնիվ, սիրտ ու հոգի ունեցող մարդկանց միավորումը։ Ես խնդրում եմ սա ընդունեք որպես ուղենիշ։ Ես խնդրում եմ ընդունեք որպես ուղենիշ հանրային շահի մեջ սեփական բարեկեցությունը դիտարկելու ունակ մարդկանց միավորման նախապայմանը։ Որովհետև կան դեռ երկրում այնպիսիք, ովքեր հասկանում են սեփական բնակարանից դուրս կա նաև շքամուտք, կա բազմաբնակարան շենք, կա համայնք, կա քաղաք, կա երկիր, եւ երկրի բարեկեցությունը, բարենորոգումն ու բարգավաճումը ուղղակիորեն կապված է սեփական ընտանիքի կամ անձի հոգևոր ու ֆիզիկական կոմֆորտի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում այս մի քանի շաբաթների ընթացքում նոր միավորման գործունեության ընթացքում ակտիվություն ցուցաբերած մարդկանց, սոցիալիզմից լիբերալիզմ ընկած պետական կառավարման և տնտեսական կարգերի նկատմամբ քաղաքական տարատեսակ մոտեցումների հանդեպ համակարգող տնտեսության և ժողովրդավարական պետական իրական ժողովրդավարական պետական կառավարման համակարգի հանդեպ ցենտրիստական մոտեցումները գնահատող, դրանցով առաջնորդվելու պատրաստակամություն ունեցող մեր գործընկերներին և իմ թանկագին համախոհներին ևս շնորհակալություն։ Ես ուզում եմ, որպեսզի մենք իրականացնենք քաղաքական սերնդափոխության մեկնարկը։ Ես ուզում եմ, որպեսզի մենք շարունակենք ոչ իշխանական քաղաքական ուժերի միասնական օրակարգի պահպանումը, պահանջատիրությունը և այն համակարգային փոփոխություններին ուղղված ճանապարհը, որն անդառնալի է։ Եթե նկատում եք, մեր հռետորաբանության մեջ որևէ բան չի փոխվել, ոչ տարվա սկզբից, ոչ փետրվարյան իրադարձություններից, ոչ էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում։ Ես այս առիթն օգտագործելով պարտավորված եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքական թիմին, որի հետ այս տարիների ընթացքում քայլել եմ դեպի երկրում առկա խնդիրների լուծում։ Քայլել եմ համենայն դեպս պարզ կրելով երկրում առկա խնդիրների լուծման վառ ցանկությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որի բոլոր գաղափարների ջահակիրը եղել է մինչև վերջ և վերջից էլ դեռ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցության անդամներին ներկա և նախկին, որոնց հետ սակայն մենք շարունակում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու դարդին ու ցավին ականջալու, դրանք հասկացող, սրտին մոտ ընդունող մարդկանց միասնական մտահոգության մթնոլորտ ու միջավայր պաշտպանելու ձևաչափի մեջ միասին աշխատել։ Շարունակում ենք աշխատել։ Բայց քաղաքական իրավիճակը այնպիսին է,
պարզ վերլուծությունը բերում է նրան, որ նոր քաղաքական միավորի ստեղծումը օրվա հրամայական է։ Ես դրանում տեսնում եմ հանրային պատվեր, ես դրանում տեսնում եմ նորեցություն եմ կրկնել, ընդդիմադիր քաղաքական դաշտը համալրելու ու այն ուժեղացնելու անհրաժեշտություն։ Ինչ կստացվի մեզ մոտ, ես չգիտեմ, բայց ես գիտեմ միայն մեկ բան։ Մեր դռները բացվել են պարկեշտությամբ, ազնվությամբ, ինչն ինձ համար ամենևին էլ փուչ ձայն չէ, այլ կենսակերպ կացութաձև թելադրող բառ։ Գիտելիքով ու հմտություններով օժտված մարդկանց համար։ Մենք դուռ ենք բացել տիրոջ զգացումով նոր միավորում ստեղծող մարդկանց համար, որոնք կայացնելու են որոշումներ, որոնք գտնելու են լուծումների առաջարկներ և որոնք որոշումների կայացման դաշտում բերելու են իրենց ազդեցությունը։ Միայն նման մարդկանց մոբիլիզացնելով, նրանց որոշելու հնարավորություն տալով կարող է երկրում որևէ փոփոխություն ակնկալվել։ Ես չեմ հավատում, որ սեփական փորը լցնելուց ու սեփական քթից հեռու տեսադաշտ չունեցող մարդիկ կարող է որևէ բարիք ապահովել մեր հանրության համար։ Ոչ, շարունակվելու է լիբերտարիստական անարխիայի ձևաչափի մեջ մարդկանց բնականon գործունեությունը քամելու, առանց պետական արհեստական նպաստավոր մրցակցություն առաջացնելու շուկան ու տնտեսական դաշտը քանդելու գործելագործը։ Ես տեսնում եմ առաջին քայլը, երկրով մտահով, իրապես արժանի կեցված, իրապես հոգի ու գիտելիք ունեցող մարդկանց միավորում, որպես առաջին ու անհրաժեշտ քայլ։ Սրանով ենք մենք զբաղվելու մեր գործունեության ոչ երկարաժամկետ, մինչև մյուս քաղաքական վերաձևավորման փուլ նկատի ունեմ հատվածի առաջին մասում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նման մարդկանց։ Հայաստանցու վիճակով մտահոգ իմ գործընկերներին, հյուրերին և բոլորիս մաղթել բեղմնավոր աշխատանք ու այսօրվա քայլի կատարում, գոնե մեկ քայլի կատարում